Ապրիլի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցել ի հիշատակ խորագրով համերգ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Հայաստանի պետական կամերային երգչախումբը ներկայացրել է Կոմիտասի Հարություն Դելալյանի, Ջոն Թավեների, Սամուել Բարբերի, Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի ստեղծագործություններից։ Համերգը ղեկավարել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հովեր պետական կամերային երգչախումբը եւ Երևանի պետական կամերային երգչախումբը ներկայացրել են Մոցարտի ռեքվիեմը։ Ռեքվիեմը կաթոլիկ եկեղեցում կատարվող հոգեհանգստյան մեսսա է, որը սկսած 18-րդ դարից ոչ միայն ծիսական նշանակություն ունի, այլ նաև հնչում է համերգասրահներում։ Մոցարտի ռեքվիեմը ամենահայտնի եւ ամենահաճախ հնչող ստեղծագործություններից մեկն է աշխարհում։ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվել է Վիլյամ Սարոյանի «Կոտորածն անմեղաց» պիեսը։ Երկու գործողությամբ դրաման բեմադրել է Արմեն Էլբակյանը։ Պետության հրամանով Արջիի պանդոկը վերածվում է դատարանի եւ բոլորն ակամա դառնում են անմեղ մարդկանց կոտորածի վկաներ։ Ներկայացման կենտրոնում անբարո վարքի տեր Ռոուզն է։ Սարոյանի պիեսում Ռոուզը պատահականորեն դառնում է սպանդի ականատես։ Ապրիլի 21-ին Հայաստանի նկարիչների միությունում կայացել է Վարկանիշային 2025 ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Վարկանիշային ցուցահանդեսը գործում է 2019 թվականից, այն նախատեսված է Հայաստանի նկարիչների միության անդամ չհանդիսացող կերպարվեստի ներկայացուցիչների համար։ Դիմողները ներկայացնում են գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական արվեստ։ Իրենց աշխատանքներով ներկայանում են մասնագիտական քոլեջների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ։ Այս տարի ներկայացվել է 500 հայտ, որից հանձնաժողովն ընտրել է ավելի քան 200 աշխատանք։ Ցուցահանդեսին մասնակցելու հնարավորություն ունեցող արվեստագետը ստանում է 1 միավոր։ 5 միավոր ունենալու դեպքում հնարավորություն է տրվում դառնալ Հայաստանի նկարիչների միության անդամ։ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ ֆրանսիացի դիրիժոր Ռալֆ Զիգետին ապրիլի 22-ին ներկայացրել են նրբաճաշակ ֆրանսիական համերգային ծրագիր նվիրված ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի 190-ամյա եւ Մորիս Ռավելի 150-ամյա հոբելյաններին։ Ծրագրում ընդգրկված էին Կամիլ Սեն-Սանսի, Մորիս Ռավելի, Ժյուլ Մասնեի ստեղծագործությունները։ Մենակատարը Հայաստանի պետական կամերային նվագախմբի առաջին ջութակ Աստղիկ Վարդանյանն էր։ Ապրիլի 21-ին մեկնարկել է Արմմոնո միջազգային թատերական 23-րդ փառատոնը։ Փառատոնի շրջանակում առաջին բեմադրությունը ներկայացվել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում։ Հանդիսատեսի դատին է հանձնվել Սասունցի Դավիթ մոնո ներկայացումը Արմեն Քուշկյանի կատարմամբ։ Բեմադրությունը Նարինե Գրիգորյանինն է։ Մոնո ներկայացումը փառաբանում է ազգային հերոս Սասունցի Դավթի սխրագործությունները, որոնք խորհրդանշում են հայ ժողովրդի հավաքական առաքինությունները, համառությունը, արիությունը, անսասան հավատը։ Փառատոնի շրջանակում Երևան են ժամանում միջազգային հեղինակավոր փորձագետներ։ 27 մոնո ներկայացումից 7-ն ընդգրկված է միջազգային ծրագրում։ Երևանում ու Աբովյանում փառատոնի օրերին Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Իրանից ժամանած թատերախմբերի ներկայացումներ կլինեն։ Լեհաստանյան ելույթներից օրեր անց Հովեր պետական կամերային երգչախումբը հրավիրում է իր առաջիկա համերգին։ Այն կկայանա ապրիլի 28-ին ժամը 19-ին կամերային երաժշտության տանը։ Ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի տարբեր ժամանակաշրջանի հեղինակների ստեղծագործություններ, որոնց մի մասը Հայաստանում կկատարվեն առաջին անգամ։ Ապրիլի 29-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպած միջոցառումների եզրափակիչ գալա համերգը։ Այն նվիրվում է ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Կհնչի Գաբրիել Ֆորեի հանրահայտ ռեքվիեմը, համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը։ Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւ Երևանի պետական կամերային երգչախումբը։ Մենակատարներն են բարիտոն Աշոտ Ղանթարջյանը եւ սոպրանո Էմանուել Շիմենտոն։ Համերգը կազմակերպում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանությունը եւ Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտը։ Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Սպենդիարյան Երևանյան էտյուդներ Սիբելիուս ջութակի կոնցերտ Ռեմինոր Բրամս սիմֆոնիա թիվ 4 գործերը։ Մենակատարը կորեացի ջութակահար Էլլի Սուհն է։ Նվագախումբը կղեկավարի ամերիկաբնակ դիրիժոր Պետրոս Շեթիլյանը։ Նա համագործակցել է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանի նվագախմբի, Իտալիայի միջազգային նվագախմբի, Վորոնեժի ֆիլարմոնիկի, Սարատովի ֆիլարմոնիկի եւ այլ նվագախմբերի հետ։ Արմոնո միջազգային թատերական փառատոնի շրջանակում մայիսի 4-ին ժամը 18-ին Փոքր թատրոնում կներկայացվի հումանոիդ բեմադրությունը։ Պիեսի հեղինակը Նարեկ Մանուչարյանն է, դերակատարը Սաշա Սուքիասյանը, բեմադրել է Շուշան Ղազարյանը։ Պիեսի հիմքում արհեստական բանականության եւ իրական զգացմունքների բախումն է։ Մայիսի 6-ին ժամը 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում տեղի կունենա Կուսակալը երկու գործողությամբ պատմական դրամայի պրեմիերան։ Սամվել Մհերյանը պիեսը գրել է ըստ իր հեղինակած «Փոթորկից առաջ» պատմավեպի։ Պիեսը նկարագրում է երրորդ դարի վերջին մեծ հայքի 29-ամյա անիշխանության շրջանը։ Ըստ հեղինակի Տրդատ արքան գործողանց չէ պիեսում, բայց ողջ դրամայի ընթացքում նկատելի է, որ ժողովուրդը սպասում է քրիստոնեությունը պետական կրոն հռչակող արքայի։ Կուսակալը պիեսը բեմադրելու համար մեկտեղվել են սիրված գործիչներ։ Նրանք հայտնի են Խաթաբալադա, Մեա Կուլպա, Լիր արքա եւ շատ այլ ներկայացումներից։ Բեմադրող ռեժիսորը Արթուր Սահակյանն է, Կուսակալին մարմնավորել է վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը։